Արսեն ինչի է սպարկել բոճկայի վրա։ Ախպեր երեք բժիշկը ասեց «Ложись на бачок», որ փորս չցավա։ Вам надо будет дома лечь на бочок. Եվ օգնում է։ Հա, բա ոնց, էլ չի ցավում։ Ժամանակ չկա, վեր կաց որ հասցնենք։ Բա ոնց են գնալու, ձեռս էլ գումար չկա։ Որ ասում եմ մոզգես, չես հավատում։ Պարոն Ալեքսանյան, մեր նոր շենքում գնորդները շատացել են։ Տիգրանի ու Արսենի բնակարանները վաճառքի հանենք։ Միշտ ապիր Արթուր, իմ սիրտը վկայում է, որ այդ տղերքը շուտով օգնության կարիք են ունենալու։ Պահիր բնակարանները։ Լավ շեֆ ջան։ Հա, մեկ էլ մի բան ասեմ Արթուր ջան։ Նվերը չեն հանում վաճառքի։ Կանչի պես լավ կնիկ չկա Ուրել որ գնամ նա հետս կգա Աղջկա ինձ տվեցիր դու հետը եկար Տանջվում եմ հասացեք ոնց ապրեմ Դե պատմեք, ինչ գործի եք Մենք աշխատանք չունենք, լավ աշխատանք հոստացան, եկանք ու խապվեցինք։ Բա հիմա ինչ պիտի անեք Ավիատոմսերի գումար աշխատենք ու ետ գնանք։ Հասկանալի է Հա Անուշ ջան, Տիգրան ջան, վաղը վարձի վճարման օրն է, եթե չտանք էլի դրսում կհայտնվենք։ լավ, ես մի բան կանեմ։ Բա դուք որտև եք աշխատում։ Ես Հայաստանի գյուղատնտեսությունն եմ զարգացնում Մոսկվայում։ Ես արտահանում եմ հայկական արտադրանքը Ամրիթ ընկերությունը Մոսկվայում ամենապահանջվածն է Ես արդեն կարոտել եմ մեր հայկական համեղ ուտեստները։ Նախաճաշից հետո եթե կցանկանաք կարող են միասին գնալ Ամրիթայի պահեստները 20 րոպեյվա ճամփա է Մեծ սիրով։ Վարորդս ձեզ գուվեկցի Ես գիտեի գարաժի պես տեղ պիտի լինի։ Սա դեռ ամենը չէ հայկական ջրի պահեստներ էլ ունենք Բա Մոսկվայի հայերը ոնց են գնում։ Մեր սայթից պատվիրում են 5000 ռուբլուց ավել անվճար առաքում ենք Իսկ մենք կարող ենք այստեղ աշխատել։ անպայման